Այլ ներսում քննարկում են օրենք, որով պիտի արդեն կրոնական ճամբարին զորակոչին, որպեսզի գնային պատերազմ։ Եվ այդ օրենքը հիմնական խնդիրներ եւ Նետանյահուի դաշնակիցներով կառավարություն են մտնում։ Հայտարարեցին, որ եթե այդ օրենքը ընդունվի, մենք կառավարությունից դուրս ենք գալիս կոալիցիայից։ Նշանակում է կառավարությունը փլուզվում է, Նետանյահուի դեմ հարուցված քրեական գործերը ակտիվանում են, օրենքը գնում է բանտ։ Եվ միակ վիճակը ինչպես դա թույլ չտալ, դա ստավկիկը բարձրացնել։ Եվ կա հետազոտություն, ուղղակի կորելացիա։ Երբ որ Նետանյահուի վարկանիշը ընկնում էր, ինքը սկսում էր պատերազմ Լիբանանում։ Վարկանիշը ընկնում էր, հարվածում էր հութիներին, ու սենց էլի ելնում էր։ Ու հիմա ինքը գնաց վաբանկ։ Այս ներքին իրավիճակը, որ ինքը արդեն deadlock իրավիճակի մեջ էր գտնվում։ Երկրորդը իրենք շատ լավ հասկանում են, որ կար արտաքինում երկու հատ հիմնական ուղղություն։ Առաջինը ԱՄՆ Իրան բանակցությունները, որոնք պիտի լիներ 6-րդ հանդիպում արդեն, եւ երբ որ մենք իրանցիների հետ խոսում ենք, իրանք բավականի դրական են նայում գործընթացին։ Եվ քաղաքական նպատակներից հետո որ թույլ չտալ, որպեսզի ինչ որ պայմանավորվածություն